2025 թվականը Տավուշի մարզում նշանավորվեց լայնածավալ ծրագրերով ու բազմավեկտոր աշխատանքներով։ Տարեվերջյան ամփոփիչ նիստում ներկայացվեց Տավուշի մարզպետի աշխատակազմի ընթացիկ տարվա գործունեությունը՝ կրթությունից մինչև ճանապարհաշինություն և բնակարանաշինություն։ Կրթության ոլորտում շարունակվում է դպրոցաշինության պետական ծրագիրը։ Սահմանամերձ բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգերի վերականգնման 5 խոշոր ծրագրեր։ Ճանապարհաշինությունն առաջատար տեղ է զբաղեցրել 2025 թվականի աշխատանքներում։ Տավուշի մարզում ավարտվել են ռազմավարական նշանակության ճանապարհների շինարարական աշխատանքները կամ պլանավորված նոր նախագծեր, որոնք 2026 թվականին կմեկնարկեն։ Բնակարանաշինության ծրագրերը շարունակվում են։ Տարվա ընթացքում կառուցվել է 411 բնակելի տուն։ Սպորտային ոլորտում ևս կարևոր քայլեր են արվել։ Գետահովիտում նոր ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի, որը կծառայի միջազգային միջոցառումների համար։ Կարևոր եմ համարում նշեմ, որ 2025 թվականի Հայաստանի պետական բյուջեով համայնքների բյուջեներին հատկացվել է 6 միլիարդ 14 միլիոն դրամ, որը 24 թվականի հատկացված դոտացիայից ավել է 747 միլիոն դրամով։ Այդ թվում Իջևան համայնքի դոտացիան ավելացել է 244 միլիոն դրամով, Դիլիջան համայնքի դոտացիան 131 միլիոն դրամով, Բերթինը 192 միլիոն դրամով և նոյեմբերյան խոշորացված համայնքի դոտացիան 180 միլիոն դրամով։ 2026 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համայնքային բյուջեներին նախատեսվել է դոտացիայի 685 միլիոն դրամով ավել։ Այդ թվում Իջևան համայնքի դոտացիան ավելացել է 259 միլիոն դրամով, Դիլիջան համայնքի դոտացիան 67 միլիոն դրամով, Բերդ համայնքի դոտացիան 157 միլիոն դրամով և նոյեմբերյան համայնքի դոտացիան 201 միլիոն դրամով։ Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման վերջում Տավուշի մարզպետը շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց տարվա ընթացքում տարբեր ոլորտներում իրենց գործունեությամբ ու աշխատանքով աչքի ընկած մի շարք քաղաքացիների, բուժ հիմնարկների, կրթական ու մշակութային հաստատությունների մի շարք ուսուցիչների, տնօրենների, մասնավոր կառույցների ղեկավարների, մարզական և այլ բնագավառներում լավագույն արդյունքներ գրանցած ներկայացուցիչներին։